Մատթեոս 7 Մի դատիր, մի դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Ինչու քո եղբոր աչքի մեջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում, կամ ինչպես քո եղբորն ասում ես, թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավոր, նախ հանիր քո աչքից այդ գերանը, և ապա հստակ կտեսնես քո եղբոր աչքից շյուղը հանելու համար։ Մի տվեք սրբությունը շներին, և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն։ Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, մի՞թե քար կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան։ Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են։ Ոսկի օրենք, այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են օրենքն ու մարգարեները։ Երկու ճանապարհ, մտեք նեղ դռնով, ինչքան լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքան անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն։ Սուտ մարգարեները։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց գործերից կճանաչեք նրանց։ Մի՞թե փշերից խաղող և տատասկից թուս կքաղեն։ Այսպես, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը լավ պտուղ տալ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց գործերից կճանաչեք նրանց։ Ճշմարիտ աշակերտները։ Ոչ ամեն մարդ, որ ինձ Տեր, Տեր է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա, որ կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, և քո անունով դևեր հանեցինք, և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք։ Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում։ Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։
Իսկ ով որ լսում է իմ այս խոսքերը եւ դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա, անձրևները թափվեցին եւ գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկավ, եւ նրա կործանումը շատ մեծ եղավ։ Երբ Հիսուս այս բոլոր խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետության վրա, որովհետև ուսուցանում էր ինչպես մեկը, որ հեղինակություն ունի, եւ ոչ թե ինչպես օրենսգետները։